Ռոբերտ Հովսեփովիչի հետ ծանոթացել եմ 2009 թվականին մեր պաշտպանության ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահն էր ու թվում էր թե պետք է բոլորս վախեցած ու զգաց լինենք, բայց այնպեսի մթնոլորտ էր ստեղծել, որ բոլորս շատ հեշտությամբ ու շատ ուրախ պաշտպանեցինք։ Դրանից հետո 2012-ին արդեն ինստիտուտում պիտի աշխատանքի ընդունվեի ու Ռոբերտ Հովսեփովիչի մոտ եկա հարցազրույցի։ Դեռ մոտիկից չէի ճանաչում, այդ մասին հետո իմացա, որ բոլոր իր մոտ ընդունվողներին հարցնում էր արգելակային ճառագայթում ինչ բան է։ Լինելով դեռ ուսանող, նոր ավարտած գիտության մեջ նոր մուտք գործող երիտասարդ, Ռոբերտ Հովսեփովիչը որպես ակադեմիկ այնպես ընդունեց, որ ընդհանրապես լարվածություն չզգացվեց հարցազրույցի ժամանակ։ Շատ հետաքրքիր, շատ փափուկ, շատ հանգիստ մարդ է Ռոբերտ Հովսեփովիչը ու երբ ինչ-որ բանի մասին մտածում էր, անպայման շփշվածնում էր։ Երբ որ Կարմենից ինչ-որ հատված է շփշվածնում, մենք հաստատ գիտենք, որ դա նեյտրոնային ֆիզիկայի մասին ինչ-որ բան է մտածում ու նոր գաղափար ունի, եկել է մեր հետ կիսվելու իր նեյտրոնային ֆիզիկայի նոր գաղափարներով։ Այժմ մենք պատրաստում ենք նոր լաբորատորիա բացել էքսպերիմենտալ ֆիզիկայի բաժանմունքում, որը նախատեսվում է անվանակոչել Ռոբերտ Հովսեփովիչի անունով։ Հպարտ եմ, որ ճիշտ է շատ կարճ ժամանակով, բայց կարողացել եմ աշխատել հայկական գիտության լեգենդի հետ,